Այսօր շարունակվել է ահաբեկչության և իշխանությունը զավթելու փորձի մեջ մեղադրվող Բագրատ arczepiskopos Գալստանյանի և նրա 17 աջակիցների գործով դատավարությունը։ Մեղադրող դատախազը վրդովել է, որ դատական նիստերի ընթացքում մեղադրյալներն ու նրանց պաշտպանյալները հաճախ քաղաքական ելույթներ են ունենում, գործի հետ առնչություն չունեցող հայտարարություններ անում, անգամ վիրավորական արտահայտություններ և պիտակավորումներ թույլ տալիս։ Այս հայտարարությանը հաջորդել է մեղադրյալների և նրանց պաշտպանների կոշտ հակադարձումները, նշելով, որ այս քրեական գործն ու դատավարությունը համարում են քաղաքական հետապնդում, ուստի նաև իրենց պնդումներն ու հայտարարությունները չեն կարող քաղաքական չլինել։ Եվ դատարանը որպես իրականացնող մարմին սահմանադրական օրենքով պարտավոր է նաև պահպանել քաղաքական չեզոքությունը եւ թույլ չտալ, որպեսզի դատական նիստի ընթացքում այս կամ այն դատավարության մասնակիցները դատավարության տվյալ փուլին չվերաբերող հարցերի, այդ թվում քաղաքական ենթատեքստ, իսկ որոշ դեպքերում ակնհայտ քաղաքական ելույթներով պատահեն դատավարության բուն ընթացքը։ Անթույլատրելի է նաև դատավարության հանրային մասնակիցների նկատմամբ պիտակավորող որոշ դեպքերում վիրավորական, որոշ դեպքերում սահմանային արտահայտությունների կիրառումը, որը որ պատրանք է ստեղծում հանրության մոտ մեղադրանքի եւ պաշտպանության կողմերի միջև անձնական բնույթի հակառակորդային վիճակի ստեղծման մասին, մինչդեռ այս պարագայում հակառակորդությունը բացամենը դատավարական է եւ որևէ միջանձնային հարաբերություն այստեղ չկա։ Ես շարունակել եմ նույնը ասել։ Օրինակ, քննչական կոմիտեի ղեկավարի պահվածքը, օրինակ, այս գործի մեջ տեղի ունեցած մինչև այսօր չարձանագրված փորձաքննությունների պարագան, օրինակ copy-paste եղած յուրաքանչյուրի առանց մի ստորակետի փոփոխության մեղադրանք կարդալը եւ այսպես շարունակ, հա, նաեւ իր տեղից ասենք մեղադրողը կարող է հանգիստ ասել տո լավ է կամ լավ է կամ կիսագողական արտահայտություն անել։ Այո, դա տեղի է ունեցել։ 6 ամիս, 7 ամիս մարդկանց կալանքի տակ պահելը, սրանք վիրավորական են, չէ՞։ Անպայման չի, որ բառերը լինեն վիրավորական, գործողություններն են վիրավորական։ Եվ եթե սկսենք վիրավորականի դաշտից խոսել, ամենամեծ վիրավորանքը այն է եղել, որ ինձ 30 տարի ծառայած մարդուն կարող են մարդիկ ասել հանցագործ, ահաբեկիչ եւ նման այլ բաներ։ Այնինչ որ այս դալիճում տեղի ունեցել, եղել է մեր արժանապատվությունը պայլում, մեր դաշտը պայլում է։ Նայեք, իմ գործընկերը ազգային ժողովում հարց է տալիս քննչական կոմիտեի նախագահին, այս մեր գործի հետ կապված, քննչական կոմիտեի նախագահան իրան թույլ է տալիս, ասում եմ, ես ունեմ անձամբ Բագրատ Սրբազանի ձեռքով գրված ահաբեկչական սխեմը։ Հիմա ես ասում եմ, ինքը սուտ է ասել։ Հիմա որ սուտ է ասել, չասենք սուտ է ասել։ Հիմա սուտկանք ասեն, անջատեք միկրոֆոնը գործի։ Իհարկե գործի հետ կապ չունի, քննչական կոմիտեի սուտ խոսալը գործի հետ կապ չունի, բայց մարդը սուտ է խոսած, հիմա եթե ուզում եք հարգարժան մեղադրողներ, ստեղ այդպիսի բաներ չլինի, մենք այս միջնորդություն արեք գրեք քննչականի կոմիտեին, ասեք ամբաղ զամբաղ մի խոսացեք հմեկում, մի խոսացեք ազգային ժողովում, անկեղծ եմ ասում, մենք խնդիր չունենք, մեր խնդիրն է մեզ պաշտպանելն է։ Հիմա դուք մեզ ասում եք ահաբեկիչ, պատկերացնեք իմ աղջիկները գնում են դպրոց եւ ընդ մեկը կարասի այս են ահաբեկիչի աղջիկ, դուք պատկերացնեք սրանից վատ մեղադրանք կա կամ վիրավորանք կա, հիմա դրանից հետո ասում եք հլը մեկ վավշի չխոսակեր։